Ժողովուրդ օրաթերթը գրում է. գրեթե 2 տարի առաջ Փաշինյանը ցնցուղը ուղղեց դեպի կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին եւ հորդորեց ճշտել դրագինը։ Ապա հետևեցին ազատման հրամաններ, սակայն այս ամենից հետո անորակության մակարդակը դպրոցաշինության մեջ չփոխվեց։ Մեկ ցնցուղ պոկելը եւ կախիչ ջարդելը քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ղուլարյանը ոչ միայն չմարսեց, այլև հեռացվեց պաշտոնից։ Դրանից հետո 2024 թվականի հունվարի 10-ին պետական վերահսկողական ծառայությունը հայտարարեց, որ ուսումնասիրություններ է սկսել քաղաքաշինության կոմիտեում վարչապետի հանձնարարությամբ։ Կոտրած կախիչի պատճառով զոհ գնաց նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, հետագայում ստանալով թոշակառուի աշխատանք կառավարությունում։ Իսկ օրերս էլ Աբովյանի նորակառույց թիվ 2 հիմնական դպրոցում նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ շրջելիս փորձեց բացել կահավորված լաբորատորիայի ծորակը, բացեց ու հայտնվեց ամոթալի վիճակում։ Ջուրը թափվեց սեղանին, ակնհայտ երևալով, որ բռնակը մի փոքր ուժեղ պտտելու դեպքում այն կկոտրվեր։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ մեկուսարանից Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Արմլուրեյեմին ուշագրավ հանգամանք է հայտնի դարձել ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի խցում կալանք կրող անձանց մասով։ Մասնավորապես իրենց հասած տեղեկությունների համաձայն ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը։ Արդյունքում ժողովուրդ օրաթերթին տեղեկություններ են հասել, որ միջնորդություններ են ներկայացվել առ այն, որ անվտանգության նկատառումներից ելնելով կամ Ղուկասյանի խուցը փոխեն, կամ Գևորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։ Արդյունքում միջնորդությունները բավարարվել են եւ Վալոդիա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2023 թվականի նոյեմբերից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության շուրջ կրքերը շարունակում են թեժ մնալ եւ ի վերջո անհասկանալի է, թե որտեղ է թաղված շան գլուխը։ Այսինքն անհասկանալի է իշխանությանն անհրաժեշտ է, որ կառույցն աշխատի, թե աշխատի այն դեպքում, երբ իրենց սրտի թեկնածուն կունենա միայն։ Հիշեցնենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ընտրում է ազգային ժողովում ձևավորված մրցույթային խորհուրդը։ Թվում է, թե այդ խորհուրդը պետք է անաչառ լինի, թափանցիկ ու հաշվետողական, որովհետև այդքան կարևոր պաշտոնում մարդ է ընտրում, բայց արի ու տես, որ դա ամենևին էլ այդպես չէ։ Ազգային ժողովի կայքի համապատասխան բաժնում հրապարակված վերջին հայտարարությունը արվել է 2025 թվականի դեկտեմբերի 16-ին։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, մնացեք Օրագիր Նյուզի հետ։